Շարունակենք երրորդ հատվածը եկեղեցիներին ուղղված նամակը, որը գտնվում է հայտնության երկրորդ և երրորդ գլուխներում, 7 եկեղեցիների պատգամը։ Սկսենք Եփեսոսի եկեղեցից։ Ասացինք, որ պատգամը ուղղված է Փոքր Ասիայի մեջ գտնվող եկեղեցին, նաև հետ առաքելական շրջանի եկեղեցիներին, որը տևել է մոտավորապես 70 թվականից մինչև 170 թվականները։ Եփեսոսի մեջ եղած եկեղեցի հրեշտակին գրի։ Շատերի կարծիքով այդ եկեղեցու պատասխանատուին, որտեղ պատասխանատուն կարող է այդ պատգամը փոխանցել եկեղեցիին, իսկ եթե խոսքը վերաբերվում է Եփեսոսի շրջանի եկեղեցիներին, կնշանակի այդ շրջանի մեջ գտնվող եկեղեցիների պատասխանատուներին և հովիվներին։ Այսպես կասի նա, որ իր աջ ձեռքը 7 աստղեր ունի և 7 աշտանակների մեջ կպտտի։ Առաջի գլուխ 20-ի մեջ այսպես է ասում. 7 աստղերը 7 հրեշտակներն են և 7 աշտանակները 7 եկեղեցիներն են, և այս ամենը իր ձեռքի մեջ է։ Հիսուս եկեղեցին Տեր Հիսուս Եփեսոսի եկեղեցին Տեր Հիսուս ներկայանում է ամենակարող Տերը, իշխանություն ունեցող Տերը ամենքի վրա, իր ձեռքի մեջ է, ամեն բան կարող է անել։ Երկրորդ գլուխ, երկրորդ համարը։ Գիտեմ քո գործերդ և քո աշխատությունդ ու քո համբերությունդ, որ չարերին չես կարող տանել, ու փորձեցիր նրանց, որ կասեն, թե իրենք առաքյալ են ու չեն, կտար թե ստախոս են։ Այն ժամանակ հետ առաքելական շրջաններ և շատերը կային, որոնք ինքնակոչ ձևով իրենց առաքյալ էին անվանում, այսինքն Աստծուց ղրկված մեկը, ինչպես Պողոս առաքյալն էր նշում իր նամակների սկզբում. «Ես Պողոսս, Հիսուս Քրիստոսի առաքյալը»։ Սուտ առաքյալները ուզում էին նմանվել Պողոսին և մյուս առաքյալներին։ Կարևորը Եփեսոսի եկեղեցում քննում էին, փորձում էին և գտնում էին, որ ստախոս են։ Եթե խաբվեին և ընդունեին, նշանակում է այսպիսիների սուտությունները կընդունեին և ստության ճամպաներով կընթանային, ինչպես այժմյան եկեղեցիներում մեծ մասը ինքնակոչ հովիվներ են, սովորեցնողներ։ Շատ քիչ հավատացյալներ կան, որոնք փորձվում են, քննվում են ավետարանի լույսի տակ և դեմ են կանգնում այսպիսիներին։ Շատերը ավետարանի լույսը չունեն, որ քննեն, խաբեությունը իրենց ականջներին անուշ է հնչում, որովհետև խաբեությունները միշտ իրենց ապահովող խոստումներ են։ Շարունակենք երրորդ համարը 2-ի համբերություն ունենալով նեղություն կրեցիր իմ անվանս համար և չթուլացար։ Հավատացյալին պետք է կատարյալ համբերություն ունենա մինչև վերջ։ Գրված է. «Համբերությունով անձրևնիդ փրկությունը պիտի գործեք»։ Հակոբոս 1:4։ Համբերությունը կատարյալ ներգործություն թող ունենա մինչև վերջ, որպեսզի կատարյալ և ամբողջ լինենք։ 1:12։ Երանելի է այն մարդը, որ փորձության կհամբերի, որովհետև եթե փորձվելով ընտիր գտնվի, կյանքի պսակը պիտի առնի։ Հավատացյալի կյանքում միշտ նեղություն և փորձություն է տեղի ունենում, որպեսզի իր մեջի հավատքը ի հայտ գա։ Միշտ պետք է բախում լինի, որպեսզի հավատքը փորձառությունով հաստատվի։
Իսահակին Իսմայելն էր նեղություն տալիս, Հովսեփին եղբայրները, Հակոբին Եսավը, Դավիթին Սավուղը։ Նեղություն կրողները պետք է հիշեն Պողոս առաքյալի նամակը ուղղված Թեսաղոնիկեցիներին, երկրորդ Թեսաղոնիկեցիս 1:4-7 համարները։ Մենք ձեզանով կպարծենանք Աստծո եկեղեցիների մեջ ձեր համբերության և հավատքի համար, ձեր բոլոր հալածանքների և նեղությունների մեջ, որոնց կհամբերեք, որ Աստծո արդար դատաստանին ապացույցներ, որպեսզի դուք արժանանաք Աստծո թագավորությանը, որի համար նեղություն էլ կկրեք։ Աստծո առջև իրավունք է ձեզ նեղություն տվողներին նեղություն հատուցանել և ձեզ նեղություն կրողներին մեծ հետ հանգիստ, երբ Տեր Հիսուս երկնքից հայտնվի զորավոր հրեշտակներով։ Շարունակենք 2-4-ը, բայց քեզ դեմ բան ունեմ, քո առաջվա սերը թողեցիր, միտքդ բեր որտեղից ընկար և ապաշխարի, և քո առաջվա գործերը տարա, եթե ոչ շուտով պետք է կամ և քո աշտանակը տեղից պետք է շարժեմ, եթե չապաշխարես։ Ըստ երևույթին համբերության մեջ տեղ էին տվել և թուլացել էին և առաջվա սերը թողել էին։ Հիսուս ասաց. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքներս պահեցեք»։ Ամենակարևորը ճշմարտությունը հաստատ պահելն է։ Միշտ պայքարը և նեղությունը լինում է, որպեսզի ճշմարտությունը սուտի դուրս գա, մեջտեղից վերցվի կամ անտեսվի։ Եթե ճշմարտությունը չլինի, սուտը կթագավորի, թշնամին զենքերը կվերցնի և ուր ուզածը կանի։ Եթե այսպիսի մի փոքր բան մեր կյանքում նկատում ենք, պետք է ետ վերցնենք։ Առաջին պետք է ապաշխարենք, որ կարողանանք հետ վերցնենք։ Նմանատիպ համար կա Պողոս առաքյալի գրված Գաղատացիներին ուղղված նամակում 3:3 համարը. «Այդչափ անմիտ եք, հոգով սկսեցիք ու հիմա մարմնով կվերջանաք»։ Շատերը հոգով են սկսում, բայց քչերն են հաստատ մնում։ Ճշմարտությունը պահելու համար ամբողջ կյանքդ պետք է դնես անմնացորդ։ Շատերի կողմից կհալածվես, կանտեսվես։ Սատանան հավատացյալին հանում է ճշմարտություն պահող հավատացյալի դեմ, որպեսզի չարչարի։ Հին Ուխտից սկսած մինչև այսօր նույնն է անում։ Աստված թույլ է տալիս ճշմարտություն պահող հավատացյալը չարչարվի, նեղություն կրի, հալածվի, տաշվի, աղքվի, որպեսզի զորանա Աստծո զորության կարողությունով։ Սա խաչը քրել է, որպեսզի այլևս դու չլինես, այլ Հիսուս քո մեջդ։ Տեսնում ենք Հիսուս խիստ է մոտենում, երբ որ մենք մեր առաջվա սերը թողնում ենք։ Հիսուս ասում է. «Ապաշխարի և առաջվա գործերը տարա, եթե ոչ շուտով պիտի գամ, քո աշտանակդ իր տեղից պիտի շարժեմ, եթե չապաշխարես»։ Ինչի եկեղեցիները չեն զգուշանում այս խոսքերից, որովհետև արթուն չեն։ Պողոս առաքյալը ասում է. «Արթնացիր, որ կքննես և կանգնի մեռելներից, և Քրիստոս քեզ լույս պիտի տա»։ Հիսուս ասաց Մատթեոս 24:42. Արթուն մնացեք, որովհետև չեք իմանում, թե որ ժամին ձեր Տերը պիտի գա։ Ինչ է նշանակում արթուն մնալ։ Երբ որ Տերը գա, քեզ արթուն կգտնի Ավետարանի խոսքի համեմատ սուրբ անարատ մեղավորներից հատված։ Պետրոս առաքյալը ասում է իր երկրորդ նամակում 1:10-11 համարները. «Եղբայրնե՛ր, ավելի ճանկարեք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատեք, որովհետև այսպես անելով երբեք պիտի չընկնեք,
կամ չքնեք։ Եվ այսպիսով ձեզ առատորեն պիտի շնորհվի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունը մտնել։ Սատանան մեծ խաբեություն ունի եկեղեցիներին, սուտ վարդապետություն է տվել, որ եթե հավատացյալ ես, երկնքի թագավորության մասնակից ես։ Այս սուտի տակ բոլորը քնած են և ջանք չեն անում, որ իրենց կոչումը և ընտրությունը հաստատեն։ Երբ որ Տերը գա, պետք է ասի. ես քեզ բնավ չէի ճանաչում, մի կողմ գնացեք անիրավություն գործողներ։ Մատթեոս 7:23։ Շարունակենք երկրորդ գլխի 6-րդ համարը հայտնության, բայց սա ունես, որ Նիկողոսյանների գործերը կատես, որոնք ես էլ կատեմ։ Պատմության մեջ ոչ մի տեղ չի արձանագրված, թե ովքեր են Նիկողոսյանները։ Եթե բառացի թարգմանությունը վերցնես, այսպես է. Նիկո կնշանակի գրավող կամ տիրապետող, այսինքն այն մարդիկ կլինեն զորավոր կամ թագավոր, որ բռնի ուժով ուրիշ երկրներ է մտնում և գրավում է, իսկ լոսյան կնշանակի ժողովուրդ, մեկ բառով ժողովուրդը գրավել։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է և բոլորը հավասար են, բայց կան ոմանք սիրում են տեղեր գրավել, պաշտոններ գրավել, ժողովուրդը իրենց կողմը քաշել և իշխանություն բանեցնել։ Սա սատանայի գործ է։ Այս հանդուգն անձնավորությունը սատանան սուտ վարդապետություն է տալիս, որպեսզի ամբողջ եկեղեցիի մեջ տարածի։ Այսպիսիներին ատում է Տերը, և մենք էլ պետք է ատենք։ Շարունակենք 2:7. Նա որ ականջ ունի, թող լսե, թե Հոգին ինչ կասե եկեղեցիներին։ Նա որ կհաղթի, նրան ուտել պիտի տամ կյանքի ծառից, որ Աստծու դրախտի մեջ է։ Այստեղից հասկանում ենք, այս պատգամը ոչ միայն Եփեսոսի մեջ գտնվող եկեղեցին նկատի ունի, այլ բոլոր եկեղեցիներին։ Նա որ ականջ ունի, թող լսի, այսինքն հոգևոր ականջ։ Հոգևոր ականջդ բաց կլինի այն ժամանակ, երբ հոգևորապես ապրես։ Նմանատիպ համար կա, որ միայն թե հոգևոր աչքերին է վերաբերվում։ Եփեսացի 1:18 համարը։ Սրտերինդ աչքերը լուսավորվելով իմանաք, թե որն է Աստծու ձեզ կանչելու հույսը, թե որն է իր ժառանգության փառքի ճոխությունը սուրբերի մեջ։ Հասկանում ենք, եթե մեր սրտի աչքերը չլուսավորվի, չենք կարող հասկանալ մեզ կանչելու հույսը։ Հիսուս ասաց. այսպիսիների համար լսելով պիտի լսեն ու պիտի չհասկանան, որովհետև նրանց ականջները բթացած են, լսելու և հասկանալու համար մեզ պետք է հոգևորապես քայլել։ Նա որ կհաղթի, նրան ուտել պիտի տամ կյանքի ծառից, որ Աստծու դրախտի մեջ է։ Կնշանակի հաղթել կա և հաղթելը անհատական է։ Եփեսոսի պատգամից հասկանում ենք, նրանք են հաղթում, որոնք համբերություն ունենալով չար մարդկանց չեն հանդուրժում, նաև ստախոսներին, համբերություն ունենալով նեղություն կրել Հիսուսի անվան համար, առաջվա սերը Հիսուսի հանդեպ ամուր պահել և արթուն մնալ, Նիկողոսյանների գործերը ատել։ Եվ այսպիսիներին Հիսուս պիտի վարձատրի, նրանց ուտել պիտի տա կյանքի ծառից, որ Աստծու դրախտի մեջ է։ Երբ Ադամ և Եվան մեղք գործեցին, Տեր Աստված Եդեմի պարտեզից նրանց վռնդեց, որպեսզի կյանքի ծառից չուտեն, և արևելյան կողմից քերոբեներ և ամեն կողմ դարձող փոցեղեն սուրը դրեց՝ կենաց ծառի ճամփան պահելու համար։
Հիմա Հիսուս թույլ է տալիս ուտել միայն հաղթողներին։ Հայտնություն 22:14 Երանել են նրանք, որ նրա պատվիրանքները կկատարեն, որպեսզի իշխանություն ունենան կենաց ծառից ուտելու և դռներից ներս քաղաքը մտնելու։